impeachment-ի այս գործընթացը, հենց մեծ տարաձայնություններ, խորհրդանշություններ առաջացրել հենց Հայաստան խմբակցության ներսում, ու շատերը կան, որ հենց կտրուկ դեմ են արտահայտվել, կարող են նշել խոսքից դեպքում ասպրանքներ, որ նա կտրուկ հրաժարվել է հայց գործընթացի։ Ինչից է հրաժարվել։ Գործընթացի վերաբերյալ բացասականների որոշումը այդ մեկնաբանում տեղեկությունների համարատրել, մյուսը որ անդադար այս պրոցեսը ներսի գործի փողոցների պայքարով, մենք բարձրացել այս հայտարարությունները լսում ենք ու հստակ այս ուղղությամբ ինչ քայլեր են սպառնալու, որ եթե մտքի նախաձեռնությունը ամենտեղում ազգային ժողով, ինչպես է պատկերացնում այդ պրոցեսը փողոցի նկատմամբ եմ, եւ քանի որ պատրաստի շրջանը այս մասնակցությունները հետաքրքիր է դուք ձեր խմբակցությունների այդ զրույցը այս impeachment-ի մասով Բակրատ Սրբազանի հետ պարբերաբար հանդիպում ենք, զրուցում ենք, ինքը մեր լավագույն գործընկերն է, մեր Սրբազան հայրն է, եւ ինքը եւս որոշակի աշխատանքներ պլանավորում է, մնացած հարցերին ինքը կպատասխանի։ Ինչ վերաբերում է խմբակցության ներքին խոսակցություններին։ Տեսեք, ես դες քիչ առաջ մի օրինակ բերի, քանի կար ասում էին, որ կաշկանդված են քերական գործերով չեն ստորագրելու։ Սրանք բոլորը խոսակցություն են։ Ի տարբերություն շատ տեղերի խմբակցությունում տեղի ունենում շատ առողջ խոսք ու զրույց, քննարկում, այո, երբեմն կոշտ հակադարձումներ, բայց վերջում այնինչ որ որոշում են խմբակցության падգամավորները, որոշում են միասնաբար եւ մինչեւ վերջ այդ որոշմանը տեր են կանգնում։ Ու այն ինչ որ ասացիք մեր ասպրամի համար իրականության հետ որևէ կապ առնչություն չունի։ Իրականում խմբակցության նիստերում շատ տարբեր կարծիքներ կարա լինի, նույն Դաշնակցության падգամավորների մեջ կարան տարբեր կարծիքներ լինեն, որը նաև մեր առավելությունն է այդ քննարկումների ժամանակ ոչ թե հրահանգով, այլ ազատ յուրաքանչյուր իր կարծիքը ասելու, բայց վերջին հաշվով ինչ որ որոշում ենք, դա բոլորիս որոշումն է, ու մինչև վերջ պատվով առաջ ենք տանելու։ Իսկ ինչ վերաբերվում է, ինչ ծրագիր կա փողոցային, ինչպես է impeachment-ը հասնելու օրակարգ, ինչ քայլերի հերթականությամբ, այս հարցը պետք է տակ մեր գործընկերներին, ովքեր այս process-ը նախաձեռնել են։ Մենք նորից եմ կրկնում, շատ հստակ եւ ուղիղ ասել ենք, որ պատրաստ ենք ստորագրել, ձեր հետ դուրս գալ փողոց, ստանձնել մեր բաժին պատասխանատվությունը, եթե այլ падգամավորների հետ բանակցությունների ճնշման աշխատանք կլինի, մենք պատրաստ ենք ներգրավել, այսինքն այս process-ի մեջ ենք։ Հիմա իրանք այլ ուղղությամբ են տանում այս ամեն ինչը, խնդրեմ, իրանց իրավունք